Ապրիլյան հերթական այս առավոտն առավել քան սպասված էր։ Տրամադրությունը շաբաթօրյակային էր, համայնհայության մայրաքաղաք Երևանի մաքրությունը վստահված հենց քաղաքի բնակիչներին։ Վաղ առավոտից նախ մաքրվեց սիրելի քաղաքի մշակութային դիմագիծը։ Փրկարարների աջակցությամբ լվացվեցին երևանյան արձանները, եկեղեցիների գմբեթներն ու խաչերը։ Շաբաթօրյակի մասնակիցները մեծից փոքր, մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին միացել քաղաքապետի կոչին ու անկեղծ նվիրումով իրենց լուման էին ներդնում մայրաքաղաքի մաքրման գործում։ Համաքաղաքային շաբաթօրյակի օրը նաև համաքաղաքային ծառատունկի օր էր։ Կանաչ և էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու ցանկությունը ևս համախմբել էր բոլորին։ Իսկապես այս գարնանային համաքաղաքային ծառատունկի և համաքաղաքային շաբաթօրյակի մաքրման աշխատանքները անցնում են աննախադեպ ակտիվությամբ։ Արձագանքել են քաղաքապետի առաջարկին և կոչին և ակտիվորեն մասնակցում են մայրաքաղաքում կազմակերպված համաքաղաքային ծառատունկին մաքրման շաբաթօրյակի աշխատանքներին։ Ավանդական է արդեն և պետք է անընդհատ շարունակական լինի, որպեսզի մենք կարողանանք գոնե մեր հնարավորությունների սահմաններում մի փոքր վումա ներդնենք ընդհանրապես քաղաքի տեսքի հետ կապված։ Սա մեր Երևանն է, մեր մայրաքաղաքը, մենք բոլորը սիրում ենք մեր հայրենիքը, մեր Երևանը։ Եվ ուզում ենք, որ մեր Երևանը լինի միշտ մաքուր, ավելի գրավիչ, որպեսզի գեղեցիկ լինի, չէ՞ որ մեր Երևանը մենք պետք է խնամենք։ Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնաձեռնարկությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մեր քաղաքը ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է և մենք բոլորս միասին պետք է մեր քաղաքը պահենք և պահպանենք։ Մի մարդ, որը մի ծառ է տնկել կամ մի տարածք է մաքրել, երկրորդ անգամ չի աղբոտի ու այդ ծառը չի վնասի։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր միջոցառում է։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր սերունդ հպարտությամբ անցնի այն պուրակով, որը ինքը և իր սերնդակիցներն են արել։ Եվ ինքդ քեզ սկսում ես ճանաչել և հարգել, որովհետև ծառին կյանք ես տալիս, ուրեմն քո կյանքն էլ է երկարում։ Մասնակցեք ծառատունկին։ Ապրիլի 12-ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվեց ավելի քան 17,000 ծառ և շուրջ 5,000 թուփ։ Երևանը միասնական ուժերով մաքրելու, բարեկարգելու և կանաչապատելու աշխատանքներին ներգրավվեցին հազարավոր բնակիչներ։ Քաղաքը մաքուր և բարեկարգ պահելու հարցում անշուշտ շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը քաղաքի նկատմամբ։ Սա նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչն է ուղղված բոլոր երևանցիներին։ Բոլորս պետք է մեր Երևանը սիրենք և մասնակից լինենք թե շաբաթօրյակներին, թե ծառատունկներին, քանի որ քաղաքային իշխանությունը, այո, իր վրա է պարտականությունը կանաչապատ տարածքները ավելացնելու, մաքրությունը ավելի մաքուր պահելու Երևան քաղաքը, բայց առանց երևանցիների, առանց մեր քաղաքացիների դա հնարավոր չի։ Եվ կոչ եմ անում մեր երևանցիներին, որ մասնակից լինեն, սա բոլորիս քաղաքն է և բոլորս պետք է մաքուր պահենք և կանաչապատ պահենք մեր քաղաքը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կառույցներին, ովքեր իրենց մասնակցությունը ունեցան և ակնկալում ենք հաջորդ ծառատունկերին ավելի շատ մասնակից լինի և հիմնական նպատակը
շաբաթօրյակների, ծառատունկների, որ հասարակությունը մասնակից լինի քաղաքապետարանի նախաձեռնած աշխատանքներին։ Ապրիլի 12-ն ըստ էության քաղաքամայր Երևանի ապրած այն լիարժեք օրերից եւս մեկը դարձավ, երբ հարազատ քաղաքը ապրեց ու զգաց իրեն գնահատող ու սիրող հազարավոր բնակիչների հոգատար վերաբերմունքը։